Քաղաքական որոշումը վաղուց կայացված է։ Աջափնյակի մետրոն պետք է կառուցվի եւ անպայման կառուցվելու է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը։ Քաղաքապետն անդրադարձել է նաեւ Աջափնյակ մետրոյի կայարանի հարակից տարածքի քաղաքաշինական ներդրումային ծրագրերին։ Ավինյանը շեշտել է, որ այդ հատվածում կարևոր է նախատեսել մեծ քանակությամբ ավտոկայանատեղիներ։ Շատ կարևոր է այս ծրագրում ունենալ մեծ քանակի ավտոկայանատեղի։ Այսինքն այս հատվածում մենք ունենալու ենք մեծ քանակով ավտոմեքենաներ, որոնք որ պետք է գան եւ այդտեղ կայանեն եւ շարունակեն իրենց երթևեկությունը արդեն հանրային տրանսպորտով, մասնավորապես այս դեպքում մետրոյով եւ նաեւ եւս մի հանձնարարական պարոն Գրիգորյան ֆիքսենք մեր քաղաք մտնող ճանապարհների հարակից հատվածներում մենք պետք է նախատեսենք համապատասխան ավտոկայանատեղիների համար հատվածներ եւ այդ ենթակառուցվածքը հենց մենք ստեղծենք, որովհետեւ գնալով հոսքը դեպի քաղաք ավելանում է, սա այնա ինչ որ այնց շատ մակերեսի վրա է գտնվում եւ այն աշխատանքները, որ մեր երթևեկության կենտրոնում արվում են, ես դրանից տեղյակ եմ, պիլոտից տեղյակ եմ ինչ չափումներ եք ուզում անել եւ սրան զուգահեռ այդ չափումներին զուգահեռ պետք է արդեն սկսենք առանձնացնել այն հատվածները, օրինակ M4 մայրուղու վրա, երբ որ արդեն բաժանվում է Աճարյան եւ Թբիլիսյան, դրանից առաջ մենք պետք է ունենանք մեծ ավտոկայանատեղի, որտեղից էլ մարդիկ ավտոմեքենան թողելով կարողանան արդեն անցնել հանրային տրանսպորտին։ Խորհրդակցության ընթացքում քաղաքապետը տեղեկացրել է, որ կառավարության աջակցությամբ ձեռք բերված 45 տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևանում են տրոլեյբուսային պարկում, իսկ մնացածը շուտով կհասնեն մայրաքաղաք։ Նա նշել է, որ մինչև մայիսի վերջ նոր տրոլեյբուսները պետք է դուրս բերվեն գիծ։ Կառավարության աջակցությամբ մեր գնաց 45 տրոլեյբուսներից 22-ը արդեն Երևան քաղաքում են, մեր տրոլեյբուսային պարկում են, մնացածը շուտով կլինեն նաև Երևանում եւ ուզում եմ հիշեցնել, որ այս տրոլեյբուսների գծեր մուտք գործելու ժամանակ մենք այլևս որևէ հին տրոլեյբուս մեր գծերում չպետք է ունենանք։ Ավինյանն անդրադարձել է նաև հանրային տրանսպորտում ուղևորցի հավաքագրման ցուցանիշներին։ Մարտին գրանցվել է 10 միլիոն 327 հազար 73 վավերացում, ապրիլին 12 միլիոն 733 հազար 230։ Երկու ամսվա ընթացքում վավերացումներն ավելացել են 23.3%-ով կամ 2 միլիոն 406 հազարով։ Այսինքն մենք մոտավորապես հավելյալ հավաքագրման արդյունքում արդեն իսկ 13-14 նոր ավտոբուսի գումար հավաքագրեցինք, փաստացի։ Սիրելի երևանցիներ, իրականում այս գործընթացը որքան էլ որ խնդիրներ առաջացնում էր, ես նկատի ունեմ խստացումները հավաքագրման հետ կապված, կարևորագույն գործընթաց է Երևան քաղաքում արժանապատիվ տրանսպորտ ունենալու տեսանկյունից։ Քաղաքապետը խոսել է նաև ակտիվ քաղաքացի հարթակի միջոցով ներկայացվող հայտերի մասին։ Նա նշել է, որ անձամբ դիմում է ներկայացրել կենտրոն վարչական շրջանում ապօրինի գովազդի վերաբերյալ, սակայն իրեն պատասխանելուց հետո, թե խնդիրը վերացված է, մի քանի օր անց նույն գովազդը կրկին հայտնվել է նույն վայրում։ Ըստ քաղաքապետի այդ աշխատակիցը վարչական շրջանում այլևս անելիք չունի, իսկ նման դեպքերի կրկնության դեպքում պատասխանատվությունը պետք է վերաբերի ոչ միայն տվյալ աշխատակցին, այլև նրա ղեկավարին։ Ավինյանը կարևորել է նաև, որ ակտիվ քաղաքացի հարթակում հայտ ներկայացնողները մնան անանուն։ Նիստում անդրադարձ է եղել նաև Երևանի կենտրոնում հետնյոթնային անցումների փոխարեն ճանապարհային հատվածում հայկական ավանդական գորգեր նկարելու երևույթին։ Խալինա վերջերս շատ մեծ տարածում ստացած, որը իրականացրել ենք Աբովյան փողոցի վրա, Աբովյան Պուշկին խաչմերուկի վրա, ինքը 1828 թվականի հայկական խալու էսկիզով արված ու կարծում եմ, որ նմանատիպ աշխատանքները շարունակական են լինելու, արդեն ունենք մի քանի վայր, որտեղ նույնպես ունենք մասնավոր գործընկերներից առաջարկ այս խալիներով զարդարելու մեր փողոցները։ Քաղաքապետն էլ արձագանքել է։ Իրականում այն թվում է թե փոքրիկ փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում քաղաքում, էական մեծ տրամադրություն են փոխում եւ իրականում են գույները, որ
մեր կենտրոնում առաջացել են, իրապես ազդում են ընդհանուր տրամադրության վրա եւ այսօր նախագահ Մակրոնը, ասում եմ, հարց է տալիս, արդյոք տարբերություն նկատում է 8 տարի առաջվա հետ, 2018 թվականին նա նույնպես այցելել էր Երևան եւ ինքը ասում էր, որ շատ էներգիայով լի է քաղաքը եւ փոխված է եւ կարծում եմ սա այն կարևոր նաև փոփոխությունների արդյունքն է, որոնք որ տեղի են ունենում քաղաքում։ Կասկադի վերակառուցման ծրագրին էլ անդրադարձել է Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։ Նրա խոսքով ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից՝ Կասկադի անավարտ հատվածի վերակառուցումից, որտեղ նախատեսվում է մշակութային կենտրոն եւ հարակից հատվածում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատումից։ Նրա խոսքով B1 եւ B2 գոտիների ճարտարապետահատակագծային առաջադրանքը կտրամադրվի այս ամսվա ընթացքում։ Ներդրող կողմի վճարման ենթակագումարը միայն այդ առաջադրանքի համար կկազմի 300 միլիոն դրամ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։